Ես կուզենամ մի այսպիսի թեմայի անդրադառնամ փարիսեցիության։ Եկեք նայենք ով է այս ժամանակների մեջ փարիսեցին, որտեղ Հիսուսը փարիսեցիների համար մի բան էր ասում, իր աշակերտներին ասում էր. «Զգուշ մնացեք փարիսեցիների խմորից»։ Եվ այդ Ղուկասի մեջ արդեն բացատրում է փարիսեցիների խմորը որն էր՝ կեղծավորությունն էր, նրանք հոգևոր էին։ Եվ նրանց հոգևորությունը սահմանափակված էր, գիտեք ինչով, արտաքին տեսքով։ Ինչ է դա, այսինքն մարդ ունենա արտաքին կեցվածք, բայց չունենա իրական կյանքը եւ իրական հոգևոր կարգավիճակ։ Եկեք մի քանի նախադասությունով նայենք ով է փարիսեցի կերպարը սիրեր։ Դու ավելի սիրում ես ուղղել մարդկանց, քան օգնել նրանց։ Շատ արագ է շտկելու մեջ, շատ ակտիվ է ուղղելու մեջ, դու սենց եղի, դու նենց եղի, դու սենց էսի սենց պետք է այն ուղղում է, շտկում է, բայց ոչ կենտրոնացած է օգնելու վրա։ Եկեք մեկ ուրիշ բան նայենք սեներ։ Դու ավելի անհանգիստ ես, որ լինես ճիշտ, քան թե արդար։ Հետարշում է մարդուն իր ճիշտը առաջ լինի, կապ չունի դիմացին ով կլինի, դիմացին հետ ինչ կլինի, կարևորը իր ճիշտն է։ Իմ ճիշտը կարող է ինչ-որ մեկին վնասել, ես պահեմ իմ ճիշտը։ Եկեք նայենք մեկ ուրիշ մի խոսիներ, որը վերաբերում է փարիսեցիությանը։ Դու քեզ միշտ առավել ես տեսնում համեմատության մեջ։ Մարդը կարող է շատ խոնարհ կեցվածք ունենալ, շատ թախծոտ հայացք ունենալ, Աստվածաշունչն էլ ձեռքը կարա լինի, բայց ինքը իր հոգու մեջ, ինքը իր մտքի մեջ, միշտ համեմատության մեջ իրան միջ տեսնում է առավել։ Դու գաղտնի ուրախանում ես, երբ տեսնում ես մեկին ընկնելուց։ Սա ծածուկ է, դա երբեք ցույց չես տալիս, բայց քո հոգուտ մեջ դու ուրախանում ես մեկին ընկնելուց, որտեղ ասում ես, հա դե ասում է էլի, դա գիտե էլի։